Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող Յուքոմ ընկերությունը հարկային արտոնություններ է ստացել, մինչդեռ տնտեսագետները պնդում են, որ իրականացվում է հովանավորչություն։ Վերջերս Օրանժ բջջային օպերատորին ձեռք բերած Յուքոմը պատրաստվում է ավելի քան 17 միլիարդ դրամի սարքավորումներ ներկրել բջջային ցանցում 4G համակարգ ներդնելու, ինչպես նաև 2G եւ 3G համակարգերը հզորացնելու համար։ Կառավարության տված հարկային արտոնությամբ ընկերությունը ներկրված ապրանքների արժեքի 20%-ի կամ մոտ 3,5 միլիարդ դրամի չափով ավելացված արժեքի հարկի վճարումը կարող է իրականացնել 3 տարվա ընթացքում։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով Յուքոմը չի համապատասխանում հարկային արտոնություններ ստանալու չափանիշներին։ Այն ընկերությունները, որոնք պետք է ստանան այդ արտոնությունը, ամենաշատ միավորը վաստակում են նրա շնորհիվ, որ պիտի արտահանեն իրենց ապրանքը, Յուքոմի դեպքում դա չի աշխատում, որովհետև Յուքոմի առաջարկած ծառայությունը, այսպես ասենք, արտադրանքը արտահանելի չի։ Դա աշխատելու է բացառապես Հայաստանի սահմանների ներսում եւ արտահանման հետ որևէ կապ չունի։ Էկոնոմիկայի նորանշանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում որպես արտոնություն տրամադրելու հիմնավորում հայտարարեց. նոր աշխատատեղեր են բացվելու։ Կստեղծվեն լրացուցիչ 340 աշխատատեղեր, միջին աշխատավարձը համապատասխանաբար 16 թվականին 310, 17-ին 322 եւ 18-ին 336 հազար դրամական նախատեսվող կամ կանխատեսվող ծրագրային մոտեցումներով։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով Յուքոմի ներդրումը չի համապատասխանում նաև կառավարության սահմանած 10 չափանիշներից այն կետին, որով նախատեսվում է, որ ներդրումը պետք է զգալի դրական ազդեցություն ունենա տնտեսության վրա։ 340 աշխատատեղ է բացվելու դրա արդյունքում, որը 34 միլիոն դոլարի ներդրումից հետո։ Կարծում դա այդքան էլ բարձր ցուցանիշ չի։ Բացի կա նաև երկրորդ կողմը, որ այն ընկերությունները, որոնց հետ մրցելու է Յուքոմը, դրանք ժամանակին նույն պատճառով չեն ստացել նման արտոնություններ։ Այսինքն կառավարությունը փաստորեն հովանավորչություն է իրականացնում նույն դաշտում գործող մի քանի ընկերություններից կոնկրետ մեկի նկատմամբ։ 2 միլիոն դոլարի առավելությունը մյուս ընկերությունների նկատմամբ դա հսկայական, այսպես, գումար է։ Յուքոմին արտոնություն տալու որոշումը կառավարությունն ընդունեց երրորդ փորձից, 2 անգամ հարցը հանելով գործադիրի օրակարգից։ Հաստատելուց առաջ էլ վարչապետը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանի արձագանքից հետո ասաց, որ վերապահումներ կան որոշման վերաբերյալ, խնդիրը սակայն այդպես էլ պարզ չդարձավ։ Ռոբերտ Նիկոլաևիչ, ես ներողություն եմ խնդրում, օրակարգի 40-րդ հարցի հետ կապված, որ պարոն Մինասյանը զեկուցել։ Մենք պայմանավոր ենք, պարոն Մինասյան անպայման ձեր բոլորի համաձայնությունը կստանա։ Որովհետև մենք անպայման։ Ես արդեն աշխատակազմին հանձնարարեցի, որ մինչև այդ կարծիքների չենք ստորագրելու։ Տնտեսական մեկնաբանի պնդմամբ արտոնությունը նախարարի հարազատներին պատկանող ընկերությանը տրվել է որպես փոխհատուցում, քանի որ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարությունից կրկին տարանջատելուց հետո Խաչատրյանը զրկվեց սուպերնախարարի դիրքից։ Դրանից հետո այսպես ոնց որ պարգևավճար լինի Գագիկ Խաչատրյանի համար, բայց այնքան թույլ է այդ որոշումը, այնքան թույլ են հիմնավորումները, որ կարծում եմ վերանայման փորձ ամենայն դեպս կլինի կոնկրետ, ասենք, էկոնոմիկայի նախարարության կողմից։ Արտոնություն ստանալու հարցում Գագիկ Խաչատրյանի հնարավոր ազդեցության մասին Յուքոմից չպատասխանեցին, իսկ 4G եւ 3G ցանցերի համար սարքավորումներ ներկրած, սակայն հարկային վճարումների հետաձգման հնարավորություն չստացած Vivatel MTS-ից եւ Beeline-ից իրենց մրցակցի արտոնություն ստանալը չցանկացան մեկնաբանել։